Երիտասարդությունը յուրաքանչյուր հասարակության հիմքն ու շարժիչ ուժն է, բանիմաց ու կիրթ երիտասարդ ունեցող հասարակությունն էլ ամենահզոր զենքն է։ Սա է պատճառը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես է նախաձեռնում տարատեսակ ծրագրեր, միտված երիտասարդների հասարակական ակտիվ կյանք ինտեգրելուն։ Հերթական ծրագրի մեկնարկը տրվեց օրերս Վանաձորի երիտասարդական կենտրոնում։ Նստարաններին գերակշռում են առաջին կուրսեցիները, ակտիվ ուսանողության հետ քննարկվում են նրանց հուզող հարցերը։ Սեմինարն անցնում է հարց ու պատասխանի ձևաչափով։ Ուսանողներին հետաքրքրող հարցերի շրջանակն ընդգրկուն է։ Երրորդյա սեմինարի ընթացքում երիտասարդները հասցրել են շփումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հերթական սեմինարի հյուրը Լոռու մարզպետն է։ Երիտասարդներին հետաքրքրող թեմաներից մեկն էլ ՏԻՄ ոլորտն է։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը նկատում է, երիտասարդության հետ շփումները մշտական են, հետաքրքրող հարցերն էլ բազմաբնույթ։ Շատ կարևոր է, որ երիտասարդները միայն երիտասարդների մասին չեն մտածում, այլ սոցիալ-տնտեսական վիճակից մինչև քաղաքին հուզող հարցեր, մինչև բարեկարգում, աղբահանություն եւ այլն։ Սա ինձ ոգևորում է, որ երիտասարդները գրեթե բոլոր ուղղություններով մտածում են եւ հարցեր են բարձրացնում։ Երիտասարդին այսօր հետաքրքրում է ինչպես ստեղծել եկամուտ, ինչպես ունենալ շահույթ։ Այս թեմայով այս պահին սեմինար է։ Երիտասարդին այսօր շատ է հետաքրքրում ուրեմն քաղաքական անցուդարձը։ Տարբեր լրատվամիջոցներից իրանք լսում են տարբեր բաներ, բայց երբ որ դա փորձում ես տեղայնացնել մարզում, երբ որ դա փորձում ես հարցնել երիտասարդին, թե ինքը ինչ պատկերացում ունի, նրանք շատ կծկտուր պատասխաններ են տալիս, մեջբերումներ անելով Facebook-յան տարբեր հայտարարություններից։ Շատ կարևորում է մեր մարզային ղեկավարության կողմից նման ծրագրերի իրականացումը եւ երիտասարդության հետ հաճախակի շփումները, որը հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին իրենց մտահոգող եւ հուզող հարցերը բարձրացնել ղեկավարության առջև եւ ստանալ համապատասխան պատասխաններ կամ լուծումներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության հիմքում դրված է երիտասարդության ինտելեկտուալ պահանջմունքները բավարարելու սկզբունքը եւ ոչ միայն։ Վերջերս օրինակ հիմնադրամի միջոցներով մարզի 150-ից ավելի ուսանողի օգնություն ցուցաբերվեց ուսման վարձի վճարման համար։ Ծաղկաձորում անցկացվող ակտիվ հանգիստն էլ ավանդույթի ուժ է ստացել վաղուց։